Բարև սիրելիներս, նոր վլոգ ենք սկսում, այսօր ամուսնուս ծնունդն է ու ես հիմա կպատրաստվեմ ու արագ գնալու ենք մոլ իմ տալի հետ շուշուտ իրան մի հատ նվեր առնենք, հենց ստացվեց, որ նախապես չկարողացա գնեմ, դրա համար այսօր հենց կգնանք, ինքը դեռ աշխատանքի է, կփորձեմ շատ արագ կողմնորոշվեմ, թե ինչ գնել իրան ու ցույց կտամ ձեզ Իրա ծնունդը ոնց է, ինքը ծնվել է ամսի 5-ին շատ գիշերը 12:40, թե մոտ արդեն հաջորդ օրն է լինում, դրա համար բժիշկները չգիտես ինչի առանց հարցնելու գրել են իրա ծնունդը, որ ինքը ծնվել է ամսի 6-ին։ Դրա պատասխանը չեմ կարող տալ, թե ինչ իրա ծնունդը իր իսկականում ամսի 5-ին է, բայց պասպորտով ամսի 6-ին է։ Ես 2 օրն էլ իրան շնորհավորում եմ։ Շուտ կպատրաստվեմ ու կգնամ, որովհետև ժամանակ չունեմ։ Արևապաշտպան մաքսիմալ արագ Իսկ ինտա շուտ Viber-ից էի պատվիրել, ողնա ինքը ամբողջ շուրթունքներին չենք կսում լավ Հիմա գնացիմ, գնամ հագնվեմ և վերջ։ Նվերը ես ստացել, հիմա կբացեմ, սա կգցեմ։ Ես բրծա, ես պատրաստ եմ, այսպիսի պայսակ։ Արդեն մենք դուրս ենք եկել, ճանապարհին ենք, ամուսնուս շատ քիչ էր մնացել աշխատանքը վերջացնելու, թարսի պես հենց այսօր իրա մոտ քիչ էր, դրա համար ինքը ավելի շուտ տուն կգա, քան ես։ Հիմա լավ զեղչեր են խանութներում, նոր տարի է, նոր բաներ են բերելու, դրա համար հինը բավականին մեծ զեղչերով վաճառում են։ Կոշիկ կարող ես գնել 4 եվրոյով, տենց բան ես երբեք չէի տեսել։ Ափսոս Հայաստանում էլ չկա նմանատիպ զեղչեր, որ մարդիկ գոնե մի քիչ հարմար գներով կարողանան գնեն իրենց ուզածները։ Այսքան ժամանակ մեր դիմացով այս սեռի մեքենան որ գնում էր, ու ես չգիտեի թե այստեղի կատաֆալկաները ինչ ձևի են լինում, ահա, այստեղի կատաֆալկաները։ Ես ասեմ ինչի չեմ տեսնում տենց մեքենաներ, փաստորեն այս ձևի են այստեղի կատաֆալկաները։ City Arcade ենք եկել, այստեղ 2 մոլ կա, բայց City Arcade-ում ավելի շատ խանութներ կան, քանի որ City Arcade-ն հենց Klagenfurt-ի կենտրոնում է գտնվում, դրա համար իր կայանատեղին վճարովի է։
ժամը 2 եվրո, 2 հարկանի է, տեսեք առաջին հարկում ընդամենը 49 տեղ կար, իսկ երկրորդ հարկը բարձր տեղ է, այստեղ մեր մեքենայի համարներն է կարդում ինքը, փոխել են, առաջ դու կտրոն էիր քաշում, հիմա այդպես չի, հիմա ինքը քո մեքենայի համարները կարդում է ու դու քո մեքենայի համարները գրում ես ապարատի մեջ ու այդպես քո վճարումը կատարում ես, մենք բարձրացանք երկրորդ հարկ, որովհետև այնտեղ вообще տեղ չկար, բայց քանի որ առանց երեխայի ենք, հեշտ կլինի մեզ համար։ Միանգամից մեր դիմաստիկի մաքսն է, աշխատանքային օր, աշխատանքային ժամ, բայց տեսեք ինչքան մարդ կա։ Այստեղ ուզեցա սայլակ վերցնեմ, բայց չկարողացա, այդպես էլ թողեցի։ Ահա որ մեծ զեղչեր կային, թե խաղալիքներ, թե շորեր, թե կոշիկներ, ամեն ինչում զեղչեր էին մեծ դրված, բայց այդ զեղչված ապրանքները առանձին տեղեր էին դրված, որ մարդիկ հեշտ կարողանան գտնել ու որոշեն։ Ամեն ինչ խառնված էր, ահա որ շատ մարդ կար, կամ ապրանք, որ հավանում էր, պարզվում էր մեջինը չկա, մեր զամբյուղն արդեն լցվել էր։ Այս խանութում պետքա շատ արագ լինես, եթե մի քիչ դանդաղ ես շարժվում, ամենալավը քո հենց դիմացից կտանեն։ Արդեն Սուրբ Զատիկի համար զարդարանքը բերել են, հա, նապաստակները, ձվերը։ Այստեղ Սուրբ Զատիկին ճուտ չեն դնում, ինչ որ մեր մոտ էր որոշված, այստեղ նապաստակն է, չգիտես խի խորհրդանիշը։ Հիմա արդեն կիկ ենք եկել, կիկն էլ է շատ հարմար գներով խանութ, տեսեք այսքան մեծ թելը 8 եվրո է։ Մեծ ցանկություն ունեմ ինչ որ մի բան գործելու, հուսամ մի օր ապագայում ինչ որ մի բան կկարողանամ գործել։ Ամեն անգամ տեսնելուց մեծ ցանկություն է մոտս առաջանում, բայց ասում եմ լավ, մի ուրիշ անգամ։ Կիկում էլ է բավականին մեծ զեղչեր, բայց ամեն ապրանքի վրա չէ, հատուկ ապրանքների վրա, ավելի կոնկրետ սեզոնային ապրանքների վրա։ Մեկ էլ կմտնենք օյղո բար, գնումներ մի քիչ ունենք կատարելու, գնումները կկատարենք ու նոր կգնանք տուն։ Ջուտիկս քնած է, ամենակարևորը դա է։ Տեսեք, այստեղ ինչ են վաճառում մաքրած նուռ։ Կա Հայաստանում մաքրած նուռ խանութներում 2 եվրո։ Այս երկու արկղները բավականին մեծ ակցիայով է դրված, բայց մեջի ապրանքներն էլ լավ վիճակում չեն, բանջարեղեն ու մրգեր են։ 4 եվրո է մեկ արկղը։ Ճուտից կվերցնեմ այս յոգուրտը, գնումները վերջացրեցինք, կգնանք դրամարկղի մոտ ու վերջ տուն։ Դուրս էինք եկել ճուտիկս քնել էր, եկանք մի քանի րոպե հետո ճուտիկս արթնացավ։ 2 ժամում բոլոր գնումները վերջացրեցինք։ Մեր օրը, իմ օրը դուրսը եղավ, հիմա էլ ամուսնուս հետ ենք գնում խանութ, որովհետև շաբաթ օրը հրավիրված ենք տեղ, դրա համար կգնանք մի քանի բան կգնենք, արդեն նվերները երեխայի համար գնել էինք, բայց ուզում ենք քաղցր ու ինչ-որ խմիչք գնել, եկել ենք Mixmart, մի քանի գնումներ ունեմ այստեղից, ուզում եմ ռոլ պատրաստեմ, դրա համար կգնեմ մայոնեզ, այդպիսի իկրա կա հենց ինքը Հայաստանում էլ են վաճառում, բայց անունը չեմ կարող ասել, այն շատ մանր իկրաներն են, ինչ-որ մայոնեզի պաներային տենց սոսի մեջ, կմտնենք մենակ ճուտիկիս հետ դեմ, իրան տակդիրն է վերջացրել, իրա թղթերն էին վերջացրել, դա կգնեմ, ին շամպուն, դեմում վերջացրեցինք, հիմա եկել ենք նորից ինտերշպար, այս անգամ ոչ թե օյղոշպարը, ինտերշպար ենք եկել, ամուսնուս գործընկերն է հրավիրել իրենց տուն, ազգությամբ իրենք էլ սերբիացի են, իրանք էլ ունեն տղա երեխա, դրա համար կխաղան իրանց հետ, իրանց տղա երեխան, բայց տարի 2 ամսեկան է, այս տարիքում տարբերությունը իրանց շատ մեծ է երևում, կտեսնենք համել ճուտիկս այդպես երեխաների հետ շփում չի ունեցել, ինչ ռեակցիա կտա։ Տեսեք, այստեղ գինիները ինչքան գեղեցիկ են դասավորված։ Մի հատ ուրիշ աշխարհ ես մտնում, գինիների աշխարհը։
Եկել ենք տուն, բուրգեր եմ պատրաստել, ինտերբարից գնեցինք հացը, աղացած միս, միանգամից պատրաստեցի, շատ է սիրում այս պաների փայտիկները, սա էլ սարքեցի։ Սիրելիներս, մենք վերադարձել ենք տուն, հիմա ես ձեզ ցույց կտամ մեր գնումները, բայց ոչ բոլորը, մթերքը արդեն ներքևը դասավորել եմ, մթերքը չեմ ցույց տալիս, ցույց կտամ թե ինչ եմ գնել, նվերները, ամուսնուս նվերը, բացի ամուսնուցս, ճուտիկիս համար, այսպիսի ծածկ ու գիտեք ինչն է սրա բանը, ես գնել եմ սա ընդամենը 3 եվրո։ Այստեղ, որ նոր տարի է սկսվել խանութում, շատ խանութներում, հին ապրանքները բավականին էժան գներով դնում են, երևի ինչ գնով որ իրանք գնել են, որ նոր ապրանքների համար տեղ բացվի, դրա համար ճուտս ուներ, բայց որոշեցի նորից առնել։ Սա կիկից ինձ համար ուզում էի, թեմույց էի ուզում պատվիրեի, կիկում տեսա 1 եվրո 99 ցենտ։ Այստեղ արդեն ճուտս հասցրել այլ տպել կցնի, հադյոնը քոնը ատյան, ծածկոտ, ճուտիս համար ատամի խոզանակ, արդեն ժամանակն է փոխելու, ինձ համար պարապելու համար ռեզիններ ու սրա լավն է, որ այստեղ լիքն են ու ամեն մեկը տարբեր ուժ ունի, այսինքն իր ձգողականությունը, տարբեր չափսերի է, սա ամենաուժեղն է, տեսեք կլորակները լրիվ լրացված է, լցված է, մեջը լիքը կա, կփորձեմ կտեսնեմ որն է ինձ համար հարմար, սա արևածաղիկ, միքս մարտից են գնել, ամուսնուս շապիկը, սենց գլխարկ, ինքը նվեր է, 1 տարեկան երեխայի համար, շոտ փափուկ է, շատ լավն է, իմ ճուտը նմանատիպ ունի, 2 հատ ունի, այսպիսի շապիկ, անում այս գույները չգիտեմ ոնց ստացվեց այս գույն, սա նվեր է նորից, ճուտիս համար ամառային գլխարկներ 30 ցենտ էր ինքը մարմնագույն և սև 30 ցենտ մեջը մագնիս կա բայց կոն տեսնես իմ համար ժելեն էր, շատ եմ սիրում ժելեն և այսպիսի բիժու ինչքիլեմ երևում Հիսուրիս համար է իրանց վաղը ամսի 7-ին իրանց ամուսնության ամյակն է, եթե չեմ սխալվում 28-ը, դրա համար որոշեցի մի փոքր իրանց նվերներ առնեմ, սա սկեսրանին է, սա սկեսորինս։ Ճուտ մի արա խնդրում, դե էմից գնել ենք ճուտիս տագդիր, պամպերսի խոնավ անձեռոցիկները, շամպուններ ենք գնել, բալզամը Էլսևի, իսկ շամպունը Էլսևինը չի, հիմա ուրիշ եմ օգտագործում, ժամանակ առ ժամանակ,
Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը։ Եթե առաջարկներ ունեք հետագա տեսանյութերի հետ կապված, գրեք մեկնաբանություններում։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։